Մեր զոհերն են, երեխեքը, այս երեխեքով ուզում ենք պատերազմ հաղթենք։ Ու ես էլ ուրիշ անգամ էլ եմ խոսել այս մասին, 2000 թվի, 2025 թվի երկրների աճն է, Թայվանը աճել է 2.5 անգամ, 2.7 անգամ, իր GDP-ն տնտեսությունը, Թուրքիան մեր աչքի առաջ, մեր քյոր աչքի առաջ աճել է 6 անգամ։ Այս չենք տեսնում մենք շարունակում ենք մեր հիմարությունները մեզ կույրի տեղ դնելով։ Այս միջանկյալ թեման է, ոնց ասում տեղական թեմա եմ քննարկում ու դրսի թեմա եմ քննարկում։ Աշխարհը բազմաշերտ է, բայց նույն կառուցվածքով է, հայերը թուրքերի գերին են, Ամերիկան էլ սրանց գերին է, այս մեկին նույնիսկ գյուլեցին։ Սա լուրջ հարց է, թե ոնց անում որ որոշ մարդիկ, որոշ ազգեր, որոշ խմբեր կարողանում են այդ բարձրության հասնել, ուրիշներին գրավել, ենթարկեցնել, կառավարել, ոչնչացնել, սպանել, որոշներն էլ մշտապես ճորտ են։ Սա լավ նկար է բերեցի, որ տեսնեք, որ աշխարհը ինչ-որ ձևով դիմադրում է, ինչ-որ բաներ քայլեր անում։ Ոնց է զարգանում, օրինակ այստեղ զարգացում եմ ներկայացրել Չինաստանը էլեկտրական մեքենաներով 8 անգամ առաջ է, 7 անգամ առաջ է Ամերիկայից։ Այս էլ աճն է, թե ոնց Թրամփը ուզում է Վենեսուելան գրավի, որովհետև Վենեսուելան պարունակում է աշխարհի 17% նավթը, պատկերացնեք իր կաբինետից հույ-բույ անելով, մի քանի հատ նավեր կողմ քշելով, վախեցնելով, Մադուրային ասում է, թե քեզ կսպանենք, եթե ենթարկվես չենք սպանի, քեզ կնոջ տաղոտ վերցրու, դու սարի խոստանում ենք չենք սպանի, բայց այդ նավթը մերն է, դու ով եղար, որ դու Վենեսուելայի տերն ելնես, մենք աշխարհի տերն ելնենք, նավթը քունն ելնի, այդպես բան չկա, մերն է։ Այսինքն սա պարզ ճշմարտություններ են, որոնք մասին մենք չենք խոսում։ Այս էլ է լավ նկար։ Ասում է, ինչքան համաշխարհային կեղտոտ բաներ են այս 3-ն արել, այս 3 բիձեքը 70-ից, որոնք պետքա ոչ թե երկրների կառավարիչ լինեն, այլ պետքա բանդում լինեն։ Իրականում ճիշտ է ասում։ Առաջին 2-ի մասին չեմ ասի, մեջտեղինն է կառավարում 2-ին էլ, դրա համար նկարն են լավ դրել։ Թրամփը սրանց խամաճիկն է, այս ընկերն էլ է խամաճիկը, բայց շատ նուրբ է այդ ամեն ինչն անում, որպես հայրենասեր ռուս հանդես գալով, իրականում ինքը այս պատերազմի մեջ բլոչիկ չցուցադրելով, համարժեք չկռվելով, հանգեցրեց նրան, որ սարսափելի վիճակի հանգեցրեց աշխարհը, հենց այնց հետ չի գա։ Այս իր փչացրածն է, ինքը կարող առաջի օրը Զելենսկուն իր կաբինետում մի հատ հրթիռով լուծեր հարցը, գնաց սլավոնական ժողովրդի ջարդին։ Այսօր էլ նույն օրիներն են։ Այս համաշխարհային մակարդակով այս 3-ն են հարցերը լուծել, մեր մակարդակով էլ հեսա Ռոբն ու Սերժը Նիկոլ Լիկիտը մասնող, մի փորահացով նորմալ մարդկանց լլկեցնող ու անելիքներից շեղող երկու ամենաճիվաղ ճիճուներն են, ասենք ասենք, կփուրը չտամ։ Իրենց մարդիկ տհաս են, ահագին մարդ տհաս է, տհասներն են գրավել, թե միջազգային, թե հայկական միջավայրը, տհասի դեմ խաղ չկա։ Տհասները հազարով գոռում են, էս ասենց է, նորմալը զենակադրում ասում է, սրա չեմ կարա, սա բգի դեմ չեմ կարա, ու Ռոբն ու Սերժը հեծնել են դրանց։ Նիկոլն էլ ուրիշ ձև է, իր հատվածին է հեծնել։ Նիկոլը գելերին է հեծնել, սրանք ոչխարներին են հեծնել։ Նու մեջները գելեր էլ կան, սրանց փոքր կալիբր գելեր կան, ովքեր չեն հասցրել փախնել Նիկոլի տակ, օրինակ են Կրճոյանը, փախավ, չէ, ինքը բոլոր ժամանակներում սիրեցյալ բանն է, տերտերն է։ Այսինքն մի բուռ մարդիկ ազգերի հարցեր են լուծում, ամենտեղ մի բուռ է, աշխարհում մի բուռ է, Հայաստանում մի բուռ է, Ռուսաստանում մի բուռ է, մեկ են։ Սա էլ ալտերնատիվ կարծիք է, որ փողատերերն են աշխարհի տերը, մաս-մեդիայի տերն են, տան տերերն են, ուտելիքի տերն են, ջրի տերն են, էլեկտրականության տերն են, քաղաքական գործիչների տերն են, մեր պրոբլեմը միլիարդատերերն են, ճիշտ է ասում,
բայց մինչև միլիարդատերը պետք է կիրթ լինել, որ հասկանալ, թե միլիարդատիրությունը ինչի վրա է հիմնված։ Ինչի մենք եկանք 21-րդ դարում դեմ առանք այն վիճակին, երբ որ մի հատ մասկ կարող է կես տրիլիոն փող ունենալ։ Միլիարդատիրության հիմքը ներկա չի քննարկվում։ Ներկա Մարքսը չկա, ես իհարկե այդ Մարքսը չեմ։ Ես փորձում եմ խնդիրները մի քիչ ավելի խորը հասկանալ։ Այդ կարգի նկարը ժամանակ չկորցնեմ դրա վրա, այսօր երկար առնելու խոսակցություն։ Հիմնական շեշտը սա է, ասում է ոչ մեկը չի կարող կառավարել, եթե ոչ մեկը չի ենթարկվի։ Բայց ենթարկացնելու մարդկանց ենթարկացնելու հազարավոր ձևեր կան, օրինակ հայերին կուտ տալով են ենթարկեցնում։ Ուրիշ ազգերին մի ուրիշ ձևի խաբելով Եվ ովքեր չեն ենթարկվում, մի հատ ռումբ են գցում երկու հատ, հենա պարսիկների վրա եկան ամբողջ ավիրեցին, աշխարհով մեկ էլ համոզեցին, որ մենք ճիշտ ենք, պարսիկները ապրելու իրավունք չունեն։ Մեզ էս էլ մեր հայկական կուտն է, ինչ ասում, 500 միլիոն արժողությամբ արհեստական բանակցականության գործարանը կառուցվելու է Հրազդան։ Հրազդանի նկարն է նկարած կիզակետ, լուսավոր ապագայի բանը ներկայացում, ամեն ինչ ներկայացում, կուտ է, հոյակապ կուտ է։ Ես էլ իմ մեկնաբանությունն է, չհարգելի տգետիկներ, արհեստական բանականությունը մտածող է, արտադրող չէ։ Դու չես կարող արհեստական բանականությամբ արտադրել։ Եկած օրվանից այս ճիճուները միլիարդ բան են խոստացել ու խոստումները որպես կուտ ցպնելով կերան մեր հավերին։ Հիշեք, գալու օրվանից ամեն օր խոստացել է սարեր։ Ոչ մի բանը չարել, երկիրը քանդեց կերավ։ Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ Ու էլի նորից հələ տեսեք նկարները դրել է, հողնաղացներ, դրոշակներ, եվրո, արևային կայաններ, էլեկտրացանցեր։ Մարդիկ լավ են աշխատում։ Ու վերնագիրն է լավ է, զարգացման ու ներդրումային ծրագրեր։ Այնտեղ արհեստական բանականության 500 միլիոն, ստեղ 500 միլիոն էլեկտրական էներգետիկ անվտանգությունը, բաղակացի պարենային ծրագրերին 500 միլիոն, սրան 500 միլիոն։ Կտով, կուտ տալով ինքնագենացիդում են, լավ են անում։ Ու դա վաղուց է, նոր բան չի։ Միացումով սկսեցինք, Արցախը մերն է սկսեցինք, տարանք երեխեքին թափեցինք, տակից թուրանի կերտումներ։ Պրոցեսները պետք է մի քիչ խորը, բազմաշերտ են, պետք է հասկանալ ինչ է կատարվում։ Այսօր ես իմ ասելիքը գրեթե վերջացրեցի, շատ քիչ բան մնաց անելու։ Հիմնականում Աջապահյանի ելույթի վրա եմ կենտրոնանալու, իր ելույթն եմ տալու, մի բան էլ շեշտեմ։ Լուրջ մարդկանցից մեկն է գրել, որ մեր ժողովրդին թմրեցրեցին, մեզ ներսից են ուտում։ Հա, այդ մասին հայտարարել չի պետք, այդ մասին պետք է բացատրել, թե ոնց եղավ, որ կարեցան, ոնց եղավ, որ դա արեցին մեր գլխին։ Ինչի հարցերը չեն խորը քննարկվում։ Օրինակ ես իմ նախորդ ելույթն հատուկ եմ բերել, որովհետև անցյալ անգամ որ խոսում էի, ասում էի ինձ մի քանի հոգի են նայում, 5-6 հոգի են նայում։ Մեկը հանդիմանել էր կոմենտեր արել, թե չէ, ինչ եք ասում, դες շատ են լսում։ Ես ցույց եմ տալիս ապացույցը։ Այս իմ կլիպը ես դրել էի պատին, իմ պատին Facebook-յան, 19 ժամ հետո 14 հոգի հավանել են, 3 հոգի կիսել են։ Ես ուզում եմ 3 կիսելով 14 հավանությամբ հայկական իրականության մեջ ինչ-որ դեր խաղալ, չի ստացվի։ Չլնող բան է։ Հիմա գամ Աջապահյանին։ Այս մարդը հզոր մարդ է։ Շատ հզոր է։ Ուրեմն որոշ բաներ միջանկյալ ցույց տամ։ Այս ուրեմն Նիկոլի գալն է։ Եկել է եկեղեցի աղոթելու, տեսեք զորքով, ժողովրդով։ Այս կողքի բոլոր գելերը, որ սրան դիմավորում են, ուղեկցում են, ապահովում են սրա անվտանգությունը, իր ոհմակն են։ Բայց ոնց է եղել, որ այս լակոտը, որը անձնական ոչ մի բան չունի,
արժանիք չունի, հələ տեսեք քանի հոգի կանոնից ինչ տարվեցին զրահ դարձ, կենթանի զրահ։ Այս ճիվաղը կարողացել է միայնակ ենթարկեցնել մի ազգի ուտանի կործանքով։ Այս բոլոր սրա կողքի այս բարևողները, այս բոլորը հանցագործները, կապտվողներն էլ այս մասնակցերից է։ Այսինքն Հայաստանը ահռելի ողմատներ կան։ Այս ոչխարների վրա շատ արածել կա։ 1.5 միլիոն ոչխար կա Հայաստանում, ես էլ մեջ ներառյալ, բայց հարցը նրանն է, որ այս ծրիկան այդ բոլորին ենթարկացրել է։ Ես էլ եկեղեցում է, հələ տեսեք ինչեր է անում, հələ տեսեք Նիկոլը, ուրիշ տեղեր նայել եք, հիմա ավել բան ցույց չտամ, հələ տեսեք, հələ սրան նայեք, տերտերել դարավ Նիկոլը, անիմաստ է սրիկային ավել ցույց տալ, ես էլ հավաքել է տերտերներին, նստել է ժողովրդից նստացրեց, այս Նավաճան սրիկաներն են, ձեզ տեսնելու համար եւ հայտնվեց ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հայտնես քուշներն են հայտնես քուշներին այս հիմնական բաները ցույց տվեցի ես էլ է ցույց տված համարենք կամ հիմա կարևորին ուրեմն Աջապահյանի ելույթը ես կներկայացնեմ ձեզ ելույթը 26 րոպե է ես կարծում եի որ կարող եմ ելույթից մասեր ցույց տալ հետո հասկացա, որ չէ, սա ունիկալ ելույթ է, հայկական իրականության մեջ նման ելույթ չի եղել, այս մարդը քանդել ամեն ինչ։ Արցախը կորած է։ Լսենք։ Սին հույսեր փայփայել, թե Արցախը հետ ենք բերելու, սա մեծ ինքնախապեյություն է։ Սա մեծագույն խապեյությունն է, որ կարող ենք ասել։ Արցախը անդարձ կորած է։ Անդարձ ասելով ես համարում եմ մեծ սերնդի համար։ Դրա համար է կբանդակվեց։ Որտեղ Արցախը անդարձ կորած էր նաև 1922 թվականին։ Որտեղ հայ միակ մտավորական եկեղեցական միակ լուրջ մարդն է, միակ փիլիսոփան։ Ադրբեջանին ոչ ոք կենտանի չէր երևի 88-90-94 թվականների։ Նրանք հանձնեցին եւ իրենց համար անդարձ կորավ։ Հանձնեցիք լավ։ Հիմա մենք հանձնեցինք։ Եվ մեզ համար կորած է։ Այդ ճշմարտությունը ստեղից է սկսում։ Այս ցավալի ճշմարտությունը, ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պետք է ասի։ Այլապես, եթե գանք այս ալիքի վրա ասելով, դեք մենք գալիս ենք այս Արցախի հետ ենք բերելու։ Խալատ ենք անել, ոչ մեկը չի կարողանալու Արցախի հետ բի։ Մանավանդ, ես ուրիշ անգամներ եմ ասել։ Օբյեկտիվորեն դա լիուլի հնարավոր է։ Արցախը հետ բերել չէ, Նախիջևանը հետ բերել է հնարավոր։ Կարսն ու Արդահանը հետ բերել է հնարավոր։ Օբյեկտիվորեն։ Բայց դուք դի հաշվի առնես, թե սուբյեկտիվորեն ինչ վիճակում ես։ Բայց սուբյեկտիվորեն, իսկի դու այսօր հարց ունես Երևանը պահելու։ Որևիցե մի քայլ անելուց պետք է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ նախադրյալները մի հատ քննես, բռնես, գցես, բռնես, մտնես, ելնես զգացական բանը հայի համար զգացականից դուրս գալը դա թիվ 1 խնդիրն է, չի կարողանում։ Դες նույնիսկ պարոն Հակոբյանի մոտ շատ տեսա այդ զգացական գործիչներն են։ Սարդարապետը խայդարագություն է։ Տեսեք ինչ ասում։ Ինչի մարա խայդարագություն։ Որտեղ միակ հաջողված դեպքն է հազարամյա պատմության մեջ։ Ոնց կարա հայ ժողովուրդը մի հաջողված դեպք ունենա հազարամյա պատմության մեջ։ Սա խայդարագություն է։ Բայց մենք այնքան զգացական ժողովուրդ ենք, որ այդ խայդարագությունը դարձրել ենք բան։ Մեկ այլ խայդարագություն։ 300,000 զոհ ենք տվել մեծ հայրենականին։ Նույնքան զոհ տվել ենք առաջին համաշխարհային պատերազմում։ Հասկանում եք 300,000 զոհ։ 300,000 18, 20, 25, 30 տարեկան այն ժամանակ ժայալն էր։ Այդ 300,000 զոհը ոնց է մարսել այս ազգը, որ հիմա 5,000-ը չի կարողանում մարսել։ Ոնց է 14-18 թվի 300,000-ը մարսել, որ հիմա այս 5,000-ը չի կարողանում մարսել։ Գոգորտին է կանգնե։ Եվ հիմա որ ասում եք պատերազմ կլինի, բոլորը սարսափում են, պատերազմի չեն սարսափում, պատերազմը արդեն է, այս մեջն է պատերազմի։ Բայց սա անզոհ պատերազմ է։
Մենք տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս։ Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս։ Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս։ Սրան համաձայն ենք։ Բայց պետք է լիներ հագարակը։ Պետք է զոհ տայինք 1, 10, 100, 1000, 10,000, 100,000, բայց տարածք չպետք է տայինք։ Ուրեմն մեր մտածողության մեջ պատերազմը զոհ տալն է։ Սա մեծագույն թյուրըմբռնումն է պատերազմի մասին։ Մարդիկ չեն պատերազմում մարդ սպանելու համար։ Ոչ մեկը չի պատերազմել այս ամբողջ համաշխարհային պատմության մեջ, ոչ մեկը չի պատերազմել մարդ սպանելու համար։ Կանգնեցնեմ, այստեղ բացատրություն է պետք։ Պատերազմը միջպետական սուբյեկտային հարաբերությունների արդյունք է։ Ժողովուրդները չեն պատերազմում, պետություններն են պատերազմում իրենց իշխանություններ գրավելու, հող գրավելու համար։ Ժողովուրդների միջև թշնամությունն է, որը վերահասում միջպետական պատերազմի։ Պատերազմել են տարածք գրավելու, տարածք սեփականացնելու, տարածք պահելու համար։ Անկախ զոհերից։ Ինչ է այս մարդը սա հասկացել։ Հայկական ոչ մի ակադեմիկոս, ոչ մի քաղաքական գործիչ։ Ես ոչ մեկի բերանից սա չեմ լսել, իմ գրքերում սա գրած է իհարկե։ Բայց հայկական քաղաքական գործիչների ոչ մեկի բերանում այս իմաստությունը չկա։ Այս մարդու խոսածից մի բառ հնարավոր չի դուրս մտել։ Հայի մոտ այս մտածողությունը չի։ Հայի մոտ լրիվ տարբեր է։ 30,000 փրկեցի, հերոս եմ։ Չել փրկել, հարցը դա չի։ Ուրեմն 30,000-ը ինչ էր կարա 500 հոգի շրջապատեր։ Պատմությունը համաշխարհային ռազմագիտությունը չունի դենց օրինակ, որ 500 հոգին շրջապատի 30,000 հոգու։ Եվ 30,000 հոգին ստիպված լինի կամ հանձնվել, կամ սպասայիսը բեքստվեմ ասում չէ Մաուգլի։ Հայի մոտ ամեն ինչ սխալ է, ամեն ինչ սխալ է, հաղթանակը սխալ է, հաղթանակի հասկացողությունը սխալ է, պարտության հասկացողությունը սխալ է, պետության հասկացողությունը սխալ է, եկեղեցու հասկացողությունը սխալ է, չի հասկանում եկեղեցին, չի ճանաչում իր եկեղեցուն, չի սիրում իր եկեղեցին, իր սեփականը չի սիրում։ Կլիպը անցյալ տարվա կլիպ է։ Աջ կողմից տվյալները կան։ Քանի հոգի նայել հայտնի չի, 230 լայք ունեն ընդամենը 172 կիսած։ Ամեն մի ապուշություն հայերը 1000-ով են լայքում, 1000-ով կիսում։ Ու քաղաքական այս դահլիճում նստածներին ցույց կտա։ Իրենք էլ ոչ մի բան չեն ասել Աջափահյանի մասին, թե ինչու են նա նստած։ Այդ Նիկոլը հասկացավ Աջափահյանին այս խոսքերի համար նստածրեց, բայց հայկական քաղաքական դաշտը մի հատ մերսի չասեց այս մարդուն։ Այս խոսքի համար գնացել նստել։ Ուրեմն օբյեկտիվ իրականությունը սոսկալի վատ է, հայեր։ Ես որ խոսում եմ պեսիմիստ եւ ինչ ասում եմ, ես անուղղելի վադատես եմ։ Անուղղելի վադատես եմ, որովհետեւ 40 տարի աշխատում եմ այս ազգի մեջ 0.4% հաջողություն չեմ գրանցել։ Բա։ Դες ասեց Սետրագը ասեց Սրբազանին հարգում են։ Սրբազանին հարգում են, բայց ով է լսում։ Ես են բանի ծեր կեսրարի նման եմ, հա, տան մեջ որ փնփնտում է ճիշտ բաներ է ասում, ես լույսը վառած թողիկ, այնտեղ կատը թափավ, այնտեղ ճաշը սարացրիկ, այնտեղ յուղը փչացավ, հասկանում ես, բայց հարցները խնդում են քթի տակ, ասում են դե բիձա, հա։ Խոսում է։ Հարգում են, բայց Պապա ասում են, ոտները լվանում են։ Հիմա այդ է ինձ վերապահված հարգանք սրանի նման։ Ով է լսում։ Եթե ինձ լսող լիներ, հեղափոխությունը վաղուց պետք է լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես 3 ճանապարհ գիտեմ։ Դուք եթե 4-րդը գիտեք, ասեք։ Այսօր ընդրություն, իբր թե կամ իբր թե ընդրություն կամ ընդրություն։ Երկրորդը հեղաշրջում, երրորդը ժողովրդական ապստամբություն, ուրիշ կա։ Ալեքսեստով։ Կա ուրիշ, չկա։ Երեքն էլ անհնարին է։ Երեքն էլ անհնարին է։ Սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է։ Մի հատ վերանանք սենց բանի,
մեր իրականությունից հնարավոր է։ Բանը որը սկսել էր Չալաբյանը հայաքվեն, մայաքվեն, եկել էր ստեղ ինձ էլ բան անում։ Ես գնացի, ես չեմ հավատում։ Քաղաքական գործից Չալաբյանը։ Այո, սրբազան լավատեսություն։ Չէ, ես չեմ հավատում։ Ասեց ինչու չեք հավատում։ Նաև վեհապարի մոտ է եղել այդ բանը, վեհապարի մոտ եմ ասել։ Ասել եմ, որովհետև քո պատկերացումներ հայ ժողովրդի մասին գերագնահատված են։ Դու չես ճանաչում հայ ժողովրդին, հայ ժողովուրդ ասում։ Չես ճանաչում։ Դու շատ իդեալական պատկերացում ունես հայ ժողովրդի մասին։ Եվ ընդհանրապես հայ ժողովրդի ինքն իր մասին շատ սխալ Այս մարդը միակն է, որ խոսում է, այս ասեցի քաղաքական դաշտում, դուք տեղյակ եք, Հայաստանն ունի 60 արքեպիսկոպոս, ամենաբարձր կարգն է կաթողիկոսից հետո։ Միակը խոսում է այս մասին, մնացածը Նիկոլի տակ պարկողներ են, յան տվողներ են, այս կողմ գնացող են։ Ինքը ասեց 0.4% ճիշտ ասում, 0-ի կարգի է իր հետևորդները։ Դիրքում Նիկոլն ասեց ավելորդ մնացել է տանեն բան հիմա շտանջվի շատ մարդը տարավ։ Պատկերացումներ ունի։ Ինքը կարծում է ինքը ամենաիդեալական ժողովուրդն է, բայց իր ամենախայտարակ ժողովուրդն է, ամենահիվանդ, ամենաբուժման կարիք ունեցող, բայց իրեն ամենաառողջ համարող։ Ախտորոշումը ստեղ է, մինչև հայը չհասկանա, որ ինքը հիվանդ է, ոչ մի ձև չի բուժվի։ Հիմա 4 հոգի կհավաքվեք, կորոշեք, որ հիվանդ էինք, այդ 4-ը կդառնա 40, 40-ը կդառնա 400, 400-ը կդառնա 4000, այս ձևով է միայն բուժումը։ Այդ ճշմարտությունը, որ ասում է, ճշմարտությունը ճանաչեք, ասում Ավետարանը, ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի։ Ոչ մի բան ազատ չի դարձնում մարդուն, բացի ճշմարտության ճանաչումից։ Մենք ստրգության մեջ ենք մեր կարծրատիպերի, ոչ թե այն իմաստով, որ այս իշխանությունն է օգտագործում կամ արևմտյան հասարակությունն է օգտագործում կարծրատիպերի, այլ մեր սեփական կարծրատիպերի, որը նաև մեր արվեստի, մշակույթի, գրականության մեջ է։ Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, ուղղակի մեր բախտն էր ուրիշ, մեջ մեր բախտը ուրիշ է, այո, մեր բախտը ուրիշ էր, մենք պետք է լինեինք այս տարածքի ամենահզոր երկիրը, տվել էր Աստված այդ աշխարհագրությունը, տվել էր 300,000 ամրոց, 300,000 քառակուսի բնական ամրոց, տվել էր։ Բան մի բնիկ ազգ, որտեղ 4500 տարի ապրում է, կունենա 30,000 քառակուսի կիլոմետր, եւ դա էլ հարց ունենամ, թե չունենամ։ Այս հիվանդությունը երբ պետք է մենք ախտորոշենք, որ ամբողջ 4500 տարվա մեջ մենք ընդամենը մի հատ Տիգրան մեծ, 2000 տարի անցել է Տիգրան մեծից, այ տղա, ուշքի արի։ 4500 տարվա մեջ մի հատ հայկիներ ունենք, հասկանում ես, մի հատ ավարայր, որը մեծ հարցական է, իրականության մեջ մեծ հարցական է, թե հաղթանակ է, թե հաղթանակ չի, եւ Սարդարապատ։ Մեծ հայրենականներ մեզ բան ենք անում, սեպականացնում ենք, Ռայստագի կողքը քոչարի ենք բայ, դուք եղել ես Ռայստագի կողքը հսկայական սովետական բանակի իբրև փոքրիկ, գուցե եւ կարևոր վինցիկ, դու չես հաղթել Գերմանիայի, թե մենք հաղթել ենք, դու չես հաղթել Գերմանիայի, դու մասնակցել ես այդ հաղթանակին, լավ ես մասնակցել, մարշալներ ես տվել, գեներալներ ես տվել, մի գերագնահատի քեզ, քո գերագնահատելու արդյունքն է այն, որ Նիկոլն այսօր քո ղեկավարը։ Եվ Նիկոլը մի ճիշտ բան արեց, կամ լավ բան չարեց, լավ չէ, էլի ճիշտ։ Ցույց տվեց մեր էությունը։ Բայց մենք չենք ուզում համաձայնվել, որ դա մեր էությունն է։ Ասում եք, չէ, դավադրություն էր։ Թուրքական գործարքներ, եթե գիտեիք բազգային անվտանգություն չունենայիր, ու երբ որ դու մի ազգ ես, որ $100 կարա քո սպան ծախվի, իշքան ուզում ես ասա, բանակը սենց, լավ խորհրոցներ ունեցել ենք, լավ գեներալներ ունեցել ենք, լավ սպա ունեցել ենք, բայց բանակը պարդված, ջախջախված բանակ է այսօր, չենք ուզում ընդունել։
Ինչ չենք ուզում ընդունել, որ մեր բանակը այսօր պարդված, ջախջախված, հուսալքված, բարոյալքված։ Էնա խոսում է մարդը, ասում է, չէ, Նիկոլ, ասում է 50% է, 50%-ը փախնում է բանակից, ազատվում է, զանազան պատճառներով։ Այստեղ Նիկոլն է մեղավոր, Նիկոլն է դասավորում 50%-ի բանակից փախնելը։ Իմ մտերիմները առանց ամաչելու, գիտեն իմ կեցվածքներ բաներ, իմ մտերիմներ առանց ամաչելու դեմ նստում են, ասում են, որ իմ տղեն բանակ պիտի չգնա Սրբազան։ Ամոթանք եմ տալիս, ես եմ անում եւ այլն։ Չպիտի գնա Սրբազան։ Ում է պետք Սրբազանի այդ հարգանքը։ Եթե իր մտերիմին չի կարողանում բացատրի, գիտես ինչ, պետք է բանակ գնաք։ Եվ անխտիր պետք է գնան, բոլորը պետք է գնան։ Կանայք է պետք է գնան։ Դա անխուսափելի է հայկական իրականության համար, դա անխուսափելի է։ Այս գեոպոլիտիկ, ռեալ պոլիտիկ, գեոպոլիտիկ այս բանում տարածքում, եթե մենք ուզում ենք հայկական պետականություն ունենալ, եւ ոչ թե այս խղճուկ չնչին ողորմելի սահմանների մեջ, ուրիշ ձև չկա, քան լինել գեր ռազմականացած պետություն։ Սա տերները պետք է ասի։ Հա։ Ինչ էլ հավեսի։ Ես պետք է ասեմ, սա։ Տերտերը ասում են։ Ճիշտ է։ Ուրիշ ճանապարհ չկա։ Մնացած բոլոր ճանապարհները բերելու են հայկական ինքնության, հայկական պետականության վերացման։ Անունը դարձյալ ասում եմ, կպահպանվի Հայաստանի Հանրապետություն։ Կդառնա մի 100 տարի հետո կասեն Էրմենիստան Թուրք Ռեսպուբլիկасы, այսինքն Հայաստանի թուրքական հանրապետություն։ Կդառնա տարածքային անվանում Հայաստանը։ Եղել է, չէ, Հայաստանը եղել է արաբական խալիֆատի մեջ, անկախ պետություն չէր, ինքը տարածքային միավոր էր Հայաստան։ Նույնը պարսկական կայսրության մեջ տարածքային միավոր էր Հայաստան։ Եվ Հայաստանը կար, երբ որ Հայաստանի պետությունը չկար, Հայաստան աշխարհագրական միշտ եղել է։ Հռոմեական կայսրության մեջ գնում են Հռոմ ցույց են տալիս, դες ընդ որում բանի մեջ է, էլի, Հռոմեական կայսրության մեջ։ Հա։ Միայն Սուլտան Համիդն է, որ արկել է, չէ՞, Հայաստանը չօգտագործեք։ Մինչև Սուլտան Համիդ Հայաստան ազատորեն օգտագործում էին հայերը։ Իբրև աշխարհագրական տեղանուն։ Հենց որ Հայաստան անունով չի նշանակում, որ Հայաստան կա։ Մենք ես զգացական բաներով ենք ապրում, զգացական բաներով, ռեալ պոլիտիկ, հայը ու ռեալ պոլիտիկն ու այսօր այդ մինիմալիզմը որով բան է, սա ես միշտ ասել եմ, որ այս մինիմալիստական բանը ուզենք չուզենք կլինի, ազգի մեջ պետք է լինի։ Արարատը տանք հանգիստ ապրենք, Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք, թուրքերին թողնենք, այս պետք է լինի, բայց սա պետք է լինի չնչին փոքրամասնություն։ Իսկ այսօր չնչին փոքրամասնությունը մենք ենք։ Եվ չնչին փոքրամասնության իշխանության գալ միայն հնարավոր է անհնարին ճանապարհով։ Հնար չկա։ Եթե դուք տեսնում եք այդ հնարը, ցույց տվեք։ Հեղափոխություն չի կարա անի փոքրամասնությունը, հեղաշրջում չի կարա անի, եթե հեղաշրջում անելու ունակ լիներ այդ ազգային անվտանգության եւ բանակում կլիներ, ընտրությունով անհնարին է, ընտրությունով բացարձակ ամենաանհնարին ընտրությունով է։ Բանակը եթե բանակ լիներ, ինքը կնայեր, կկանգներ ու կասեր, թե ոնց է Արցախը հայաթափվում, կամ կասի ես թույլ եմ, ինչ բանանեմ, ես էլ կորցնեմ, էսի հայի պես բանակի պահված կա, ես դե չեմ հասկացել բանակը։ Ես եմ սխալ հասկացել երևի։
Եվ ես կանից հետո բան անել, թե հիմա ես հունվարի 28-ին ոչ բանակի տոն եմ նշում, ոչ էլ բան, թող ինձ ներեն զոհ բաներ։ Ես պարտված բանակի տոնը չի պիտի նշեմ։ Երբ որ իմ բանակը կվերագտնի իր փառքը, ես ժամանակ կնշեմ։ Ես ջարդված, կոտրված, Արցախի ցեղասպանությանը բանով բինոկլով նայած բանակին, ինչ պիտի նշեմ։ Արցախը հավետ կորցրած։ Մա Բակրատ Սրբազանը կա, ինքը լավատես է, ես միշտ ասում եմ, ինքը ով ուզում է լավատեսություն, գնացեք, համեցեք։ Շատ լավ ասում։ Սիմեոն Երևանցու ժամանակ, ուրեմն Սիմեոն Երևանցին լավ քարոզ էր խոսում, բայց քյոսա էր։ Մարդիկ ասում էին, այս քյոսենով է, մեջ տեսք չունի էլի։ Եվ կար մի հատ Մովսես անունով, հոգևորականով փառահեղ տեսք ուներ, գեղեցիկ տղամարդ, շքեղ մորուք, բան եւ այլն, այս էին ասում բան։ Այն ժամանակ էլ այդ խոսքը կար, ասում էր, թե մորուք կուզես Մոսես, թե քարոզ կուզես Քյոսես։ Պատմությունից օրինակներ են բերում, սովորեք։ Հիմա այս իմ բանն է, թե լավատես եք ուզում, տավուշ, ճանապարհը բաց։ Ես վադատես եմ, բայց վադատես ասելով, ես չեմ ասում, թե բուժում չկա։ Ես չեմ ասում փրկուց կա, բայց եթե հասկանանք, որ հիվանդ ենք, եթե ինձ բժիշկս քննի, ասի, որ գիտես ինչ, քաղցկեղի 4-րդ ստադիայում ես, այսօր եկուց ես, ես պետք է ասեմ, ինչ ես խոսում, Դինդունեմ չէ, որ հիվանդ եմ, որ բուժվեմ, շանս ունենամ բուժվելու։ Իսկ ես այս բաները, որ խոսում եմ, բացեք նայակ ինչ հայույակներ եմ ստանում։ Ես ամաչում եմ, այդ հայույողների տեղն եմ ամաչում։ Այդ տղա ջան, աղջիկներ կան հայույող։ Ասում եմ, ես ձեզ ինչ եմ արել։ Ինչ եմ արել ձեզ։ Կան որևիցե մի տերդեր, ինչ արել ձեզ։ Խեղճ մարդը հակել է այս սքեմը, այս անհաջող, անհարմար, նվիրվել է ձեզ ծառայության, ինչ արել ձեզ, որ այդ հայույակների եք արժանացնում։ Ընդամենը ասել է, որ հիվանդ եք բուժվեք։ Բոլոր տերտերներին չի։ Ուրեմն իմ ես վերջին 6 տարվա, միայն 6 տարվա, այն ժամանակ 6 տարվա գործունեությունը ինչ պարզ չի, որ ես ինչ եմ ասում։ Քանի անգամ ասի բացեի բաց ռազմական հեղաշրջումը պետք, պատերազմի օրերին ասի։ Եվ նախագահներին ասեցի։ Քոչարյանին եւ Սերժին։ Ասի լավ դուք Պարոն նախագահ Քոչարյան, 10 տարի գնացողները այս հաշվի առ։ Նախագահ եք եղել։ Դրանից առաջ մի տարի, 2 տարի էլ վարչապետ, չէ՞։ Հա, այդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ։ Դուք ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունեք։ Ոչ բանակում, ոչ ոստիկանություն, ոչ ազգային անվտանգություն, որ բան ձեր կողքը կանեն։ Եվ հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է, Սերժ, դու ավելի 10 տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, պաշտոն կա որ չես տարել, հա, շախմատի ֆեդերացիայի նախագահ, դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունես, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակում, որ ելես փողոց պատիվ ունեմ, մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկի ինչի մասն էր խոսում, պետք է ռեալ պոլիտիկն է, չէ որ ընտրությունով չի հնարավոր չի սա փոխել։ Ուր եք գնացել ընտրության, ուր եք մտել ընտրության։ Նշանակում է ձեր նպատակը, փոխելը չի։ Դա ձեզանից լավով պետք է իմանա, որ եսի ընտրությամբ չի փոխվի։ Ինչով ենք զբաղված եղել մենք 30 տարի։ Մենք 30 տարի pedagoganություն չենք ստեղծել, մենք pedagoganության իմիտացիա ենք արել, դրա համար չարաչար հատուցում ենք։ Մենք 30 տարի հեգնել ենք Ալիևներին, իսկ Ալիևները ստեղծել են պետություն։
Հիմա էլ էս ավանագը, ասում այո մեր բրենդը դեմոկրատիան է։ Ումա պետք արա քո դեմոկրատիան։ Երբ որ երկիրն ես վարի տալիս, դեմոկրատիան ավելի մեծ արժեքի, քան հայրենիքը, քան հայրենիքի սահմանների մեծությունը, կարելի է հանուն դեմոկրատիայի զիջել տարածք, դե թող զիջեր են։ Ալիևը ինչի չզիջեց։ Են քիլդի միլդի մուլտիկ ունեի, չէ՞, 30 տարի այդ քիլդիմով ապրանք։ Եվ իրոք էլ հավատում էի, գիտես որ այդ քիլդիմն է, որ հայ զինվորն էս բանով, իսկ ինչ պարզվեց իրականում։ Եվ մի այսօր էլ մի թերագնահատեք, սխալ է որ թերագնահատեք Թուրքին, մի թերագնահատեք Թուրքին։ Ձեզ մի գերագնահատեք, Թուրքին մի թերագնահատեք։ Եթե թուրքը վատն է, ինչու է նստած ձեր երկրում։ Այս հարցը տալիս եք ձեզ։ Ինչու է սարի վրա հենց անի հենց դիմաց գրած սարի վրա օնջե վաթան։ Ինչ է նշանակում օնջե վաթան։ Թուրքերեն էլ սովորեք, պետք է գա։ Ամենից առաջ հայրենիք, նախ եւ առաջ հայրենիք, այսինքն հայրենիքից կարևոր բան չկա։ Իսկ ո՞րն է ինքը հայրենիք համարում։ Որտեղ որ իր զինվորը կանգնած է եւ ինչը որ խլելա քեզանից եւ լավ է արել խլելա։ Ողորմելի չլնեիր չխլեր։ Ես հրյան 1900 տարվի իր ողորմելիությունը թոթափում է։ Ասում 1900 տարի ընդունում է իր ողորմելիությունը, որ 1900 տարի ողորմելի է եղել։ Չի ասում 1900 տարի ես հերոս, սենց, դες բան չեք լսի։ Ասում որ 1900 տարի ես ավանակ եմ եղել, հիմա չպետք է լինեմ։ Եվ չի լինում, կոդորում է գազային։ Գազան գալնի չի լինի, անկախության գազնի չի հասնի, եթե հեշտ կարևոր չի։ Են միտիս հողի վրա, որ գազան պետք է անկախանա, խերն է մանից այդ անկախության։ Աշխարհի ամենախիտ բնակեցված շրջանն է գազան։ Իրար վրա են ապրում։ Անկախության վրա հաշիվ կա, չէ՞, հիմա նույն 30,000-ն է, 30,000 անկախություն եք կերտել, ոչ մի բան չեք կերտել, այդ անկախությունը երկնքից ընկել է 18 թվին, մի հատ էլ ընկավ 91 թվին։ Պետք էր վերցնել, ասել ես ինչ լավ բաներ, ու զորանալ, չէ, վերցնենք ու կերանք։ Որտեղ մեզ ինչա պետք, քեշ փող։ Եվ այս հիվանդությունը, որ ասում է Սրբազանը, պարզվում է Սրբազանը բանագինակ կա բնում, ազգինակ կա բնում, սարանակ կա բնում, թուրքին էլ գովում է։ Ի վերա այսօր ամենայն հլերիկ չի, հայրին այպանում ալը մի հատ էլ թուրքին գովում է։ Ես ոչ թուրքին եմ գովում, ոչ հային եմ այպանում, ես ասվեմ, այս մարդը հիվանդ է, այս մարդը առողջ է։ Հիմա եթե դու բժիշկ ես, օբյեկտիվ բժիշկ ես, հայ հիվանդ մտնում է, նրա համար որ հայ է, դա ասես առողջ ես, թուրքը որ մտավ, նրա համար որ թուրք է, դա ասես հիվանդ է։ Չի կարելի, չէ՞։ Այս զգացմունքային, զգացական, որ ավելի կանանց մոտ լիներ 20,000 կանանց կասեին հա լավ, կանայք դենց են, բայց տղամարդիկ դենց կլինեն։ Հիմա վերջացնեմ ասածս, որպեսզի շատ երկար չլինի, դիագնոզի վերջնական բանը, հա, եզրակացությունները, Սասունցի Դավիթները պետք է շատանան, ցռան վերգոները պետք է պագասեն։ Որը զգում եք, որ դուք Սասունցի Դավիթ եք, պետք է բազմանաք, շադանաք։ Սասունցի Դավիթների տոգոսը գոնե պետք է հասնի 2%-ի։ Մի տոգոսը չի գերազանցում այս ազգի մեջ։ Ամենամեծ ճշմարտությունը մենք մոռանում ենք։ Էս էր, ֆանտաստիկ խոսակցություններ։ Այս ֆոնին իհարկե դժվար է որևէ մի բան ավելացնելը։
մի բան ես ավելացնեմ միայն։ Իր ամբողջ խոսակցությունը գալիս էր սուբյեկտային վարքին, որ մենք սուբյեկտ չենք, սրա նրա կուտն ու տողենք իրականությունը չհասկացող։ Ես ես մի էջը կարդամ իր խոսքի վրա, մի բան ասեմ, այս Սրբազանը կարող է լինել կաթողիկոս, վարչապետ եւ նախագահ 3 պաշտոն միաժամանակ։ Հայաստանին 3 տարբեր մարդիկ պետք չեն, նույնիսկ եթե հանճարեղ լինեն, ինքը բավարար է, ինքը հարցերը լրիվ է պատկերացնում։ Համապարփակ կոմպլեքս տեսնում է հարցերը, բայց դե Նիկոլը հասկացավ տարավ բանտ ու ոչ մեկ չի խոսում այն մասին, որ ինքը տեր չի, փիլիսոփա է, խելոք մարդ է, Նիկոլը խելոք մարդ է, մեր մեջի ամենախելոքին նստածել է։ Ես իմ գրքից սա 26-րդ էջն է, այս գիրքը ես ամեն անգամ ռեկլամ եմ անում, 26-րդ էջն է, որտեղ այդ ինչ որ ինքը խոսեց, դրա տեսությունն է տրված։ Ուրեմն ինքը վիճակը նկարագրեց, ես նկարագրել եմ այդ վիճակը շատ ավելի քիչ, բայց տվել եմ երգել հիմքերը, թե ինչի է այդպես եւ ինչպես դրանից դուրս գալ։ Այսինքն իր փայլուն նկարագրությունը կա, բայց իմ էլ հիմքերը կան եւ երգերը կան այս գրքի մեջ, չեք առնի եթե անիմաստ խոսակցություն է։ Ես նորից ասեմ խոսքիս մեջ, որովհետեւ մարդիկ չեն կարդում։ Պրոսպեկտի խանութում, գրախանութում պետք է առնի բուկինիստում այս գրքից Թիվորեժան դրացել, չգիտեմ գինը ինչ են դրել։ Այսքանն ասեմ ավարտենք։ Սուբյեկտային վարքի հիմքերը։ Բնության օրենքներն անբեկանելի կուռ են, տարածվում են բնության բոլոր մասնակիցների ու տարրերի վրա եւ ներքին հզոր տրամաբանություն ունեն։ Դրանց շարքում են մինչև հիմա եղել նաեւ մարդու քաղաքական զարգացման սկզբունքները։ Հիմնարար օրենքներ են մարդու զարգացումն էլ է բնական օրենքներով եղել։ Օրինակ, տիեզերական ձգողության օրենքը նկարագրում է մասաների փոխազդեցության տարածական տրամաբանությունները, ըստ որի բոլորը բոլորին փոխադարձաբար ձգում են ու ձգվում, եթե թույլիկ են։ Եվ համակարգերը հարատևում են զուտ շարժման իներցիոն հաստատումների եւ հեռավորությունների հաշվին, էնտրոպիկ պահանջներին համապատասխան։ Դուք որպեսզի պատկերացնեք բնության շկալան, մենք ունենք վարկյան, միլիվարկյան, պիկովարկյան, վարկյանի անվերջ փոքր քանակն ունենք, բայց նաև ունենք մի ուրիշ պարամետր, տիեզերական տարածությունները դնենք մի կողմ, որովհետև այդ մասին չեն խոսում։ Ժամանակային տարածություններ, դուք պատկերացնում եք երկրագնդի վրա կյանքը տարբեր գիտնականներ, իմ ժամանակ ասում են 1 միլիարդ տարի է ինչ գոյություն ունի, հիմա տեսություններ կան, որ 3 միլիարդ տարի առաջ է գետնի վրա, երկրագնդի վրա կյանքը սկսել, հաշվենք 1 միլիարդ, լավ, 1 միլիարդ տարի ջերմաստիճանը երկրագնդի վրա եղել է, մոտարապես այն ինչ որ հիմա կա, որտեղ սպիտակուցներն են, սպիտակուցները դրանից մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ ջերմաստիճանային ինտերվալում իրանք քայքայում են։ Սա հեշտ բան ասեցի, չէ՞։ Դե պատկերացրեք 1 միլիարդ տարի արևը վառվում է այդ ուժգնությամբ, գրեթե չի փոխել իր բանը, էներգիան։ Պատկերացնում եք արևի համար 1 միլիարդ տարին, ոնց որ մարդկության համար, ասենք թե վարկյանը կամ րոպեն, կամ ժամը ենթադրենք։ Այդ մեծ ինտերվալների բնությունն է ֆանտաստիկ, հզոր է իր տարածականության, ժամանակի, իր տրամաբանության, փիլիսոփայության մեջ։ Բայց մարդիկ, որ հասել են 21-րդ դար ու ֆանտաստիկ հաջողություններ ունեն տեխնոլոգիական գիտական զարգացման, իրանք չեն խորացել այդ հարցերի մեջ, մարդու տիեզերական էության մեջ, թե ինքը ոնց է առաջացել։ Մարդու էվոլյուցիոն առաջացումն էլ տիեզերական խնդիր է, չենք քննարկում։ Մենք ունենք Համբարձումյան, որն ասում է սենց ինչ որ մոլորակները, բայց մարդու մասին գիտելիք չկա։ Ուրեմն եւ համակարգերը հարատվում են զուտ շարժման իներցիոն հաստատումների եւ հնարավորությունների հաշվին էնտրոպիկ պահանջներին համապատասխան։ Էնտրոպիկ պահանջն էլ նա է, որ կարգավորվածից բնությունը գնում է դեպի անկանոնը։ Մարդն էլ իր հանրայնությամբ բնության մասնիկ է եւ սկզբունքորեն ասած ենթարկում է տրամաբանորեն նման օրենքների։ Ասվածը կիրառելով քաղաքական դաշտում կարելի է պնդել, որ պատմականորեն ցանկացած կայսրություն
իր ազդեցության ոլորտ է ներքաշել հարևան թույլիկ երկրներին եւ նրանց պարտադրել իր կամքը։ Գանք մեր օրեր, օրինակ ԱՄՆ գերտերություն է եւ որպես այդպիսին իր ձգողականության դաշտում է պահում իր շրջապատում եւ նույնիսկ հեռվում եղած ավելի քիչ հզոր երկրների։ Ըստ որում իր առանցքում պահելու համար օգտագործելով հնարավոր բոլոր լծակները ներառյալ ռազմական։ Սովետական միություններ նույն ձևի ինքը ուներ համ ներքին բազմաշերտ կառուցվածք հանրապետությունները, համ էլ սոցիալիստական ճամբարի երկրները կային։ Դրանք բոլորը այդ մեծ հզոր ուժի սատելիտներն էին, իր կողքն էին։ Երկու ճամբար կար, արևմտյան ճամբարը եւ սոցիալիստական ճամբարը, որոնք այդպես բաժանությունը շատ խիստ էր, իրենք հարատվում էին զուտ իրար վախացնելու շնորհիվ։ Ուժային բալանսը հավասարակշռված էր։ Հիմա էլ նույն տրամաբանության մեջ է նաև Ռուսաստանը, որը ներկայումս փորձում է կուլ չգնալ հզորներին։ Նմանապես ազդեցիկ անհատներն են նույն տրամաբանությամբ իրենց ազդեցության ոլորտն ու շարավիղն ունենում, փորձում իրենց շահերն ապահովել մերձակա տարածքներ։ Եթե այն ձգողականության օրենքը ասենք, հիմա Թուրան են կերտում թուրքերը։ Իրանք դեռ չկային, իրանք ունեին պատրաստի մասսա, թուրքական էթնիկ մասսան ունեն, Թուրքիայից մինչև Խաղաղ օվկիանոս ձգվող։ Իրանք զբաղված են այդ էթնիկ մասսան որպես պետություն, կայսրություն կազմակերպելով։ Մենք սա պետք է հասկացած լինենք, վաղուց չենք հասկացել։ Arczepiskopos բացատրեց թուրքական լոզունգը։ Մենք չունենք ազգային լոզունգ, չունենք։ Ազգային գոյատևման ինչ-որ բան սկզբունքներ ունենք, խուլիգանական։ Ֆինքնով եղավ այդ սկզբունքով, ով է շեսփալան սկզբունքով։ Բայց անձից բարձր միավոր, հասարակական միավոր հայությունը չունի։ Մենք սարսափելի հակասոցիալական։ Շարունակեմ, նմանապես ազդեցիկ անհատներն են նույն տրամաբանությամբ իրենց ազդեցության ոլորտն ու շարավիղն ունենում, փորձում իրենց շահերն ապահովել մորսակա տարածքներում։ Նիկոլը տեսակ ինչքան ճիճու է հավաքել, ինքն իր գործն է անում, իրան դա է պետք։ Հետևաբար համար 1, բոլոր սուբյեկտները գործում են նույն տրամաբանությամբ, փորձում են իրենցն առաջ տանել, իրենց շրջապատում, անկախ դեկլարատիվ հռչակված իրավունքներից ու միջազգային նորմերից։ Ժողովրդավարություն է, բայց նա Տրամպն ասում է Վենեսուելան պետք է իմնա, այդ նավթն իմնա։ Հետևաբար համար 2, բոլոր առողջ պետություններն ու իրենց ղեկավարներն էլ իրենց ծավալապաշտությունն ունեն։ Նշվածը սուբյեկտային վարքի հիմքն է, եւ այն պետք է նկատի առնվի ցանկացած գլոբալ եւ աշխարհաքաղաքական process-ներում որպես դիմացինի վարքի հաշվարկման ուղիներ։ Տիեզերքում, ասենք թե արևը սուբյեկտ չի, արևը մարդկային պատկերացումները սուբյեկտ չի, ինքն իր գիտակցությունը չունի, ինքն ունի իր տրամաբանությունը։ Բայց մարդն էլ պետք է հասկանա այդ ամեն ինչ եւ ունենա պատկերացումները եւ աշխարհի եւ քաղաքականության եւ ազգերի եւ անհատի եւ պետության մասին։ Մենք չենք այդ բարիերը հնարավոր չի։ Սուբյեկտներն այլոց հետ մրցում են առաջինը լինելու, այլոց համեմատ առավել լինելու, ներքին մղումը բավարարելու համար։ Տեսականորեն առաջինը լինելու ձգտումը նույնիսկ կենսաբանական էքսպանսիայի համատարած օրենքի հետևանքն է։ Եթե չես ձգտում ուրիշից առավել լինել, ապա թե մարդկայնորեն եւ թե կենսաբանորեն սխալ ես, ավելին ինչ-որ առումներով անկենդան ես։ Տիեզերական մարմինները իրար ձգում են մասսայի հաշվին եւ իներցիոն պարամետրերի հաշվին, մարդիկ իրենց ուղեղի հաշվին են կողքին տիրանում, ենթարկես են ձգողականության նդադն ենք, ստորադասում, ենթարկում, ինչ տեսքով ասես դա կարող է լինել։ Մարդկությունն ապրում է նաև սոցիալական գրադիենտների մեջ, դրանց ընձեռած պոտենցիալների եւ անհատական բախումների հաշվին։ Երկրի ներսում առկա են ընչազուրկը, օրվա հաց ունեցողը, միջին խավը, քիչ ամենավատից կարասեմ դեպի լավը։ Միջին խավը, հարուստը, մեծահարուստը, հրեշավոր հարուստն ու մարդակեր հարուստը։ Ընչազուրկից դեպի վերին շերտեր կա ձգտում։ Աղքատը փորձում է հարստանալ, հարուստը փորձում է օլիգարխ դառնալ, օլիգարխը փորձում է թագավոր դառնալ։ Կա ձգտում փոխել իրենց անձնական կարգավիճակը դեպի աճ, վատ վիճակից դեպի լավ վիճակ։
Բայց հենց վերացվում կամ թուլանում է այդ գրադիենտը, մարդիկ սկսում են ծուլանալ, չաշխատել ու պրոգրեսը կանգ է առնում կամ մտնում ռեգրես։ Եթե ամերիկյան անտունը չլինի, ամերիկան ուրիշ սկզբունքներ կունենա։ Անտունը դիդակտիկ բան է, ինձ պատկեր է, որ մարդկանց աշխատեսնի, որ զգաստ պահի քեզ, միշտ իմացի, եթե մի փոքր սխալ արեցիր, մեր օրենքներով չգնացիր, անտուն կմնաս։ Դրա համար աշխատի, 2 տեղ աշխատի, 3 տեղ աշխատի, մեր պես եղի, մեր պես խուլիգանություն արա։ Անտունը ֆանտաստիկ մեծ դեր է կատարում Ամերիկայում։ Մեր մոտ ուրիշ է։ Մեզ մոտ ով է եսպալանն է։ Էշերի մասայի մեջ կարող ես լինել, այնց բանարած չի, ստրուկտուրավորված չի էշերի մասան։ Ինձեռնիշ կա։ Երբ որ պետք է ինքը ինչքան ասում է, ինձեռնիշ կա, էշա ձևանը, բայց հենց որ տեսնում ուժը պատում է, արդեն ասում է խիդու եղար։ Պետք է արկա լինի հասարակության մեջ էլ գերակայություն ու սորադասություն։ Մեկը պետք է կործանվի, մյուսը մի կերպ քարշ գա, մյուսը յոլլա գնա, մյուսը բարգավաճի, որպեսզի աշխատեն գլոբալ հավասարակշռությունների լծակները։ Այս համակարգում, երբ որպես դիդակտիկա կամ միամիտը, ստրուկը, դժբախտը, մյուսները նորմալանում են ու դրա հաշվին հենց դրա հաշվին գրադիենտը զգաստ է պահում բոլորին։ Ցավոք սա չի գործում Հայաստանում։ Մենք դժբախտ եղել ենք։ Միքայելը նկարագրած, Սրբազանը նկարագրած 2000 տարի առաջվանից մինչև հիմա ու ստապ միտքը տեղ չի ասնում։ Ոնց որ իրեն չեն ընդունում, հայհոյում են, ինձ էլ չեն ընդունում, հայհոյում են։ Ճշմարտությունը տեղ չունի հայկական իրականության մեջ։ Ծածուկ կարդացեք այս գիրքը։ Մի ասեք մարդկանց, մի ասեք, ծածուկ կարդացեք, կրթվեք։ Հայաստանը ոնց որ թե կորցրել ենք, բայց որպես մարդ ողջ կմնաք, եթե կերքին տիրապետեք։ Ես այս փոքր թեմաներով ամեն օր աշխատեմ ձեզ ծանոթացնել իրական էություններին, միգուցե ինչ-որ էֆեկտ լինի, շատ փոքր էֆեկտ։ Այսօր այս էր խոսակցությունը, ավարտեցի, երկար ստացվեց, միգուցե, բայց ոչինչ, շնորհակալ եմ։